օրվա խորհուրդը անանց է։ Օրվա խորհուրդը նրանում է, որ հաջորդը հաղթում է, երբ որ միասնական է, հաջորդը հաղթում է, երբ որ հավատում է իր ուժերին, հաջորդը հաղթում է, երբ որ նրա լավագույն զավակները պատրաստ են լինում իրանց կյանքը հայրենիքի համար զոհել, որովհետև հայրենիքն է նպատակ, իսկ մեր յուրաքանչյուրի կյանքը միջոց է հայրենիքը պաշտպանելու եւ շենացնելու համար եւ ոչ թե հակառակը։ 1918 թվականին այս բլուրների վրա մարդիկ, որ բարձրացան ճակատամարտի, ունենալով միայն որսորդական հրացաններ սկզբից մինչև կանոնավոր ստորաբաժանումներ եկան։ Իրանք կռվում էին իրանց ընտանիքների համար, իրանց տների համար, իրանց հայրենիքի եւ հավատի համար։ Ու կռվելով իրանք հաղթեցին կանոնավոր թուրքական դիվիզիաներին։ Դա հնարավոր է, եթե հավատը մեր սրտում է եւ եթե մենք հավատում ենք մեր ուժերին։ Խոսում ենք այդ հավատի եւ ուժերի մասին, բայց խաղաղության պայմանագիրը բոլորովին այլ տեղ է տանում։ Ավելի նախորդին լսեցինք, որ խաղաղության պայմանագրի կնքուց հետո 5 րոպե հետո Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչները կարող են առևտուր անել եւ այլն։ Ես կարծում եմ, որ նա, որ դրա մասին ասում էր, ինքը քնում եւ զարթում է ու սպասում է այդ առևտրի օրվան։ Բայց ես կարծում եմ, որ այդ ամեն ինչի արդյունքում ինքը կարող է պատանդ հայտնվի Բաքվում, նույնիսկ չհասկանալով ոնց դա տեղի ունեցավ։ Սիմոնյանը։ Այո, եւ բոլոր նրանք, որոնք երազում են թշնամու հետ առևտրի մասին, որովհետեւ իրանք ըստ էության խաբում են մեր ժողովրդին։ Թշնամու նպատակը առևտուրը չի։ Թշնամու նպատակը մեր պետության ոչնչացումն է, այնպես ինչպես եղել է 1918 թվականին եւ այնպես ինչպես հիմա է իրականում։ Դա համար երբ որ իրանք բարբաջում են առևտրի մասին, իրանք բարբաջում են նրա մասին, որ Արևմտյան Ադրբեջան գոյություն ունի եւ այլն, իրանք թող հիշեն։ Մենք այդ կեղծիքին չենք հավատալու, մենք այս երկիրը պաշտպանելու ենք եւ իրենցից էլ ենք պաշտպանելու եւ իրանց ադրբեջանցի ու թուրք տերերից էլ ենք պաշտպանելու։ Ձեզ եմ շնորհակալ։